Հարգելի լրագրողներ, դուրս եկեք, արդեն կուտակում է։ Խնդրում եմ դուրս եկեք, արդեն կուտակում է։ Գրանցվածեք, բայց կուտակում է։ Չի կարելի, լրագրողներ անարմար է, չի կարելի։ Մի խանգարեք կարգը։ Այս փագի ասեմ, պրոբլեմ չունենք, չէ։ Ճանապարհ տվեք լրագրողներ քաղաքացիները։ Ձայնը շատ նորմալ է, Հարստացված։ Հանուն ինչպիսի Գյումրի։ Բարը խապանվի, բարին կատարվի։ Ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան, եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես ուրեմն այնպես կանեմ, որ բոլորը կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը, ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ են անում։ Մի քանի ընդդիմադիրներ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի ու առաջարկեն ինձ, ու իմ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ։ Եթե մի քանիսի ձայները հավաքվում են, ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են, գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք, այդ բոլորի ծիծաղը կգա, այդ ժամանակ գյումրեցիքս է էպած հավի խնդալը կուկա։ Իշխանականները վերջին օրով տարածել էին ռեստորաններից մեկում ձեր կլկլացող այդ մուղամ երգելը, թե ոնց է կլարներ տիստի։ Այսօրվա նա վարչապետի կինն բանին ասում էր, Ալիևի կնոջն ասում էր, արի կլկլան մուղամ լսենք, բան անենք։ Գյումրվա երաժշտության մասին է խոսքը, ես պատրաստ եմ, ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երգել, պարել, ուրախացնել, արտասանել, դա վատ բան է ընդհանուր առմամբ, դա շնորհք է։ Իսկ ովքեր էլ որպես ապրում են, ես ինչ ասեմ դրանց։ Դա տարածել են ոնց է կլարնետիստի Ձայնագրության հետ կապված։ Դա ապտակել չէ, դա մեծ ու պզդիկի հարաբերություն է, սիրուն այսպես շոյում ենք, որ ֆալշ մի նվագեք։ Ու երգում եք առանց յարի չեմ կարող։ Ֆալշ մի նվագեք, հա, այդ առանց յարի ով կարող է ապրի, որ օրինակ դու կարող ես առանց յարի ապրես։ Մի րոպե սպասի Ամպեր ջան, լսեմ, հա։ Դատախազությունը ուսումնասիրում է ձեր հրապարակված ձայնագրությունը, որտեղ դուք։ Ուրեմն դատախազությունը թող ուսումնասիրի Նիկոլ Փաշինյանի թուրքերեն խոսելը։ Հիմա մենք ինչ ասենք, հիմա նա որ թուրքերեն է խոսում, դա չեն ուսումնասիրում, այսինքն ոնց են ասում, այդ ինչ են ասում, արհեստական բանականություն եք ասում, ինչ եք ասում, դե այդպես էլ հասկացեք, էլի ինչ ասեմ։ Դե թող հետաքրքրվեն, վերջում արհեստական բանականությունը ջրի երես դուրս կեկա, սատիկ, հասկացաք։